Ողջունում եմ բոլորիդ սիրելներ ու Տիրոջը փառք եմ տալիս իրապես այս առիթի համար, որ կարող ենք մեծ արանքով փառաբանությամբ Տիրոջ առաջ գալ։ Սա այն առանձնահատկությունն է, որը ոչ բոլորը ունեն, եւ սա այն առանձնահատկությունն է, որը որ մեզ տվել է հնարավորություն միայն Հիսուս Քրիստոսի կատարված զոհով, որ մենք կարող ենք Տիրոջ առաջ գալ առանց միջնորդների, առանց որևիցե մեկի ու ուղիղ հնարավորություն ունենք Տիրոջ առաջ կանգնելու։ Սա մեզանից չի, այլ Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործով է եւ կատարված միջնորդությամբ է։ Ու փառք Աստծուն դրա համար։ Ուրախ եմ, որ այս տերունական օրը Տերը եւս մեկ առիթ տվեց մեկտեղ հավաքվելու միասին եւ իր խոսքի շուրջ մտորելու։ Եթե կհիշեք Մատթեոսի ավետարանից մեր վերջի քարոզաշարքը կամ քարոզը վերաբերվում էր նրան, որ Հիսուս Քրիստոս սկսում է ներկայացնել, թե ինչ պետք է ակնկալեն իր աշակերտները, ինչպիսի ընթացք պետք է ունենան, եւ վերջի քարոզում խոսեցինք, որ կոչ է անում չվախենալու։ Ինչի, որովհետև այն ինչ որ սպասվում է, Տերը մեզ դրա մասին նախորոք ինչ է անում, զգուշացնում է, ասել էր։ Այսօր պետք է շարունակենք այդ քարոզաշարքը, բայց մինչև բուն հատվածին անցնելը կցանկանամ մի կաթոլիկ վանականի մասին մի փոքր պատմություն պատմել։ Այդ մարդու անունը Մաքսիմիլիան Կոլբեն էր, ինքը քահանա էր, որը որ ծառայում էր Լեհաստանում։ Երբ որ Լեհաստանի վրա Գերմանիան հարձակվեց 1939 թվականին, Նեպոկալյանով վանքից շատ վանականներ ուղղակի փախան, հեռացան, բայց որոշները մնացին եւ նրանց թվում էր նաեւ այս հանձնավորությունը։ Երբ որ 1939 թվականին դեկտեմբերին նրանց բոլորին ձերբակալեցին, բայց մի որոշ ժամանակ անց ազատ են արձակում։ Այնուամենայնիվ այդ Նեպոկլյանովը, այդ վանական համալիրը դառնում է ապաստան շուրջ 2000 հրեաների համար։ Այդ մարդիկ թաքցնում են հրեաներին, նաև որոշակի ռադիո հաղորդման կապ են ստեղծում, որպեսզի կարողանան գաղտնի ռադիո կապ ունենան։ 1941 թվականի փետրվարի 17-ին Կոլբեին կրկին ձերբակալում են եւ տեղափոխում են Վարշավայի Պավիակ բանտ, իսկ արդեն մայիսի 28-ին Օսվենցում են ուղարկում համակենտրոնացման ճամբար, որտեղ որ ինքը ստանում է 166-70 համարը, բանտային թիվը։ Չնայած որ ծանր վիրավորանքների ծեծի երբեք չի հուսալքվում ու շարունակում է նույնիսկ քաջալերել են կողքի բանտարկվածներին, ովքեր որ կային։ 1941 թվականի հուլիսին 14-րդ բլոկույց տեղի է ունենում փախուստ։ Եվ որպես պատիժ դրա բանտապետը հրամայում է, որ ազատ կերպով 10 հոգու պետք է ընտրեն որպես պատիժ եւ մահվան սովին մատնեն, առանձին խուց կար, հենց տենց էլ կոչվում էր սովի մահվան խուց, ու այդ 10 հոգին պետք է ոնց որ ասած պատիժը գրեին այդ 1 հոգու փախուստի համար։ Եվ ընտրվածների թվում մի լեհ սերժանտ կար, Ֆրանցիշկ Գայովիչ անունով, որին որ երբ որ ընտրում են հուսահատ, պատկերացրեք, արդեն վերջ ընտրել են, որ պետք է գնա դեպի մահ, հուսահատված լացում է ու ասում է, որ ես կին ունեմ ու երեխաներ ունեմ ու փաստորեն այլևս իրանց չեմ տեսնելու։ Հետաքրքիր է այդ պահին այս Մաքսիմիլիան Կոլբեն դուրս է գալիս ու ասում է, ես պատրաստ եմ այս մարդու փոխարեն զբաղեցնել իր տեղը։ Ճիշտ է, բանտապետը մի քիչ մտորում են, բան են անում, բայց ի զարմանս համաձայնվում են եւ պատկերացրեք
այս մարդը այդ մնացած ընտրվածների հետ տեղափոխվում է այդ հատուկ խուցը։ Այդ ժամանակ նորից պատկերացրեք, դա սննդի խնդիր կա, ջուր չկա ընդհանրապես եւ այլն, այս մարդը շարունակում է քաջալերել ու գրված է, որ սաղմոսներ են անում, աղոթքի մեջ են եւ այլն, երկու շաբաթ անցնում է, արդեն խցում մի քանի հոգի են կենթանի մնացած լինում, որոնցից մեկը հենց Կոլբեն էր լինում, բայց որոշում է կայացվում օգոստոսի 14-ին, որ բոլորին պետքա ներարկվի ֆենոլ, որից որ պետքա բոլորը մահանային։ Ու այդ ձև էլ այդ մարդը մահանում է։ Գիտեք, այս պատմությունը մեզ կանգնեցնում է մի իրականության առաջ, որ մենք շատ դեպքերում հաճախ փորձում ենք շրջանցել։ Կան պահեր, երբ ճիշտ ընտրությունը հեշտ չի։ Կան պահեր, երբ ընտրությունը նույնիսկ ապահով չէ։ Կան պահեր, երբ ընտրությունը նույնիսկ պահանջում է քո սեփական կյանքը կորուստը։ Ու այս պարագայում մենք պետք է ինքներս մեզ էլ այդ հարցը տանք։ Առհասարակ, ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսին հետևել։ Եվ այդ հարցին պատասխան իմանալու համար պետք է հասկանանք նաև ինչ է ակնկալում Աստված մեզանից, որովհետև Տեր Հիսուս Քրիստոս դա մեզանից չթաքցրեց։ Ինչպես որ այս մարդը Կոլբեն հասկանում էր, որ այդ իր ընտրությունը տանում է իրան դեպի մահվան, մենք էլ որպես Տիրոջ աշակերտներ շատ հստակ պետք է հասկանանք, վերջի վերջո Քրիստոսին հետևելու գինը ինչ է։ Ինչ է ակնկալում Աստված մեզանից։ Եվ հենց այսօր խոսելու ենք սրա մասին, Քրիստոսին հետևելու գնի մասին։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ, միասին կկարդանք 34-ից 42 համարները։ Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ, 34-ից 42։ Եկեք ոտքի կանգնենք, միասին ընթերցենք։ Մատթեոս 10, 34-ից 42։ Մի կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել։ Չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու որդուն իր հորից, աղջկան իր մորից, հարսին իր սկեսրորից, և մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն, ով հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, ինձանից արժանի չէ, և ով որ որդին կամ աղջիկը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ, և ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս իմ ետևից, նա ինձ արժանի չէ, ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի, ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում, ով մարգարեին իբրև մարգարեի է ընդունում, մարգարեի վարձ կստանա, և ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձ կստանա, ով որ այս փոքրերից որևիցե մեկին, որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես դու արժան ես ամեն փառքերի Տեր։ Դու ես, որ մեր կյանքի միակ փափագն ես և գահի վրա բազմած ես, Տեր Աստված։ Դու հրաշալի ես, քո խոսքերը հրաշալի են և քո ամեն մի որոշումն ու քայլերը հրաշալի են, Տեր։ Թեև շատ բաներ չենք հասկանում, չենք գիտակցում, բայց մեր փափագն է, Տեր, քեզ հետ հանդիպել։ Աղոթում եմ, ով Տեր Աստված, որ այս ժամերի, այս խոսքից շրջանակում, Տեր Աստված, մեզ օգնես, որպեսզի հասկանանք, թե ինչ ես ակնկալում մեզանից, Տեր։ Որն է այն գինը, որը որ պետք է վճարենք քեզ հետևելու համար, Տեր։ Եվ աղոթում եմ, որ Տեր այցելություն անես, ողորմես ու ամեն ինչ մեջ դու փառավորվես։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Քրիստոսին հետևել նշանակում է նրան դնել կյանքի ամենաբարձր տեղում։ Նույնիսկ եթե դա պահանջում է ամեն ինչից բաժանում, ընդհուպ մինչև մահ։ Հիսուս Քրիստոսին հետևել
նշանակում է, որ Քրիստոսը ինձ համար ամենաթանկ, ամենակարևոր անձնավորությունն է, եւ ես պետք է պատրաստական լինեմ ամեն ինչին հանուն Տեր Հիսուս Քրիստոսին։ Եթե նույնիսկ դա պահանջում է իմ սեփական կյանքը։ Հաճախ մարդիկ պատկերացնում են, որ Քրիստոսին հետևել նշանակում է խաղաղություն, հեշտ կյանք, փողերի ավելացում, տասնապատիկ անգամ, չգիտեմ, առանց հոգսերի, առանց հիվանդությունների կյանք եւ այլն եւ այլն։ Սակայն հետևյալ հատվածում Տեր Հիսուս Քրիստոս բացահայտ կերպով քանդում է այդ մակերեսային պատկերացումը, ցույց տալով, որ ճշմարիտ աշակերտությունը ունի գին, ունի արժեք, եւ այդ արժեքը երբեմն շատ բարձր է լինում մեզ համար։ Նա ոչ թե մարդկանց հրավիրում է հարմարավետ կյանքի, այլ կանչում է նրանց լիովին հանձնվելու իրեն։ Նույնիսկ եթե դա բերում է ցավ, հակադրություն կամ կորուստներ։ Եվ հենց այս համատեքստում Տերը ներկայացնում է 3 հիմնարար իրականություն, որոնք անխուսափելի են մեր կյանքում։ Եվ որոշում են իսկապես մենք պատրաստ ենք Հիսուսին հետևելու, թե ոչ։ Արդյոք հետևում ենք նրան, թե ոչ։ Չգիտեմ, ժամանակը թույլ կտա, թե ոչ, առաջի երկուսը միանշանակ միասին կնայենք, երրորդը գուցե կլինի մյուս կիրակի շրջանակում, բայց առաջ Աստված կտեսնենք։ 3 իրականություն։ Առաջինը Քրիստոսին հետևելը բերում է բաժանում։ Քրիստոսին հետևելը բերում է բաժանում։ Եվս մեկ անգամ ուշադրություն դարձնենք 34-ից 36 համարները։ Հիսուս Քրիստոս սկսում է հետևյալ խոսքերից, ասում է՝ մի կարծեք։ Հետաքրքիր է, որ երբ որ ասում է մի կարծեք, նշանակում է, որ կար նույնիսկ այն ժամանակ նման ինչ մտածելակերպ, հասկացողություն։ Այն ժամանակ նույնպես թե աշակերտները, թե մնացածը կարծում էին, որ Հիսուս Քրիստոսով հիմա իրանց երազանքները ինչ են դառնալու, իրականություն են դառնալու։ Իրականություն են դառնալու։ Այլևս այն խնդիրները, որ իրանք ունեն, իրենց պատկերացրած շրջանակում պետք է հիմա ինչ լինեն, մեկընդմիշտ լուծվեն։ Հարցերը պետք է լուծվի, ամեն բան պետք է իր տեղը ընկնի։ Եթե հետևում ենք Հիսուս Քրիստոսին, մեր տրամաբանության շրջանակում ամեն ինչ պիտի ընկնի իր տեղը, մեր հասկացողությամբ կարծես։ Բայց Հիսուս հենց ամենասկզբից ասում է՝ մի կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու է եկել, չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր։ Սուր ի նկատի չունի բառացի զենք, այլ բաժանման խորհրդանիշի նկատի ունի։ Ավետարանը չի ստեղծում թշնամություն ինքնին, այսինքն Հիսուս Քրիստոս չի եկել, չի քարոզում, գնացեք թշնամություն արեք, բաժանվեք եւ այլն եւ այլն։ Սրա մասին չի խոսքը գնում։ Բայց այն բացահայտում է ինչ սրտերը։ Այն բացահայտ բերում է հակադրության։ Երբ մեկը ընդունում է Քրիստոսին, իսկ մյուսը մերժում է, այստեղ արդեն իսկ ինչ է առաջանում։ Բաժանում է առաջանում։ Բաժանում է առաջանում։ Ավետարանը բերում է խաղաղություն, բայց գիտեք ում նկատմամբ, այն մեկի, որ ընդունում է ավետարանը եւ Աստծո միջև խաղաղություն է բերում, բայց դա հակամարտություն է նաեւ նրանց համար, ովքեր մերժում են ավետարանը, մերժում են Աստծուն։ Եթե մենք ընդունում ենք ավետարանը, մենք ինքնին հայտնվում ենք այն ճամբարի շրջանակում, որտեղ որ մնացած մարդիկ ինչ են անում, մերժում են, հակադրված են, թշնամական են Աստծո կողմից։ Չես կարա լինես նեյտրալ, հասկանում եք։ Երրորդ տարբերակը չկա, որ ես համ աշխարհից եմ ընդունված, համ եկեղեցուց եմ ընդունված, համ Տերն է ինձ ընդունում, համ նաև աշխարհն է միաժամանակ ընդունում։ Չի լինում։ Բաժանումը տեղի ունենում մարդկանցից, միանգամից հենց այդ պահի շրջանակում բոլոր մարդկանցից։ Կամ Քրիստոսինն եմ, կամ պատկանում եմ աշխարհին։ Որ պահին, որ ավետարանը ընդունում եմ, որ պահին, որ Քրիստոսին ընդունում եմ, այդ պահին, հենց այդ վարքյանին արդեն տեղի ունենում ինչ։ Բաժանում մնացած մարդկանցից։
մնացած մարդկանց ընթացքից, հասկացողությունից, տրամաբանությունից։ Հովանո ավետարանում 15-րդ գլուխ 18-ից 19 համարներում կարդում ենք հետևյալը։ Մի փոքր կիչացնես Համիկ ջան, մի փուճուր։ Հովանո ավետարան 15, 18-ից 19։ Եթե աշխարհը ձեզ ատում է, ուշադրություն դարձրեք, ում է խոսքը գնում, աշակերտների մասին է ասում։ Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել։ Այսինքն այն վիճակում, որ ես եմ հայտնվել, քանի որ դուք հիմա ինձ հետևորդներն եք դարձել, աշխարհը նաև ինչ է անելու, ձեզ է ատելու, եւ դա նորմալ է ասում է։ Մի սրանից ինչ որ մի բան ակնկալեք, որ սա ինչ որ անսովոր բան է, ինչի դա պետք է լինի, ախր մենք ինչ ենք արել այդ մարդկանց եւ այլն եւ այլն։ Ոչ մի բան չենք արել, խնդիրը դրա մասին չի։ Ասում են նախ եւ առաջ ում ատեցին, ինձ ատեցին։ Ինձ ատեցին, դրա համար ձեզ էլ ատելու են։ Եթե այս աշխարից լինեիք, ուշադրություն դարձրեք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր։ Այսինքն, եթե աշխարից էինք, երբ որ մենք աշխարից էինք, որևիցե խնդիր, որևիցե հարց չկար։ Աշխարհի շրջանակում էինք։ Այդ շրջանակում ենք ապրում, որևիցե հարց, որևիցե բան չկա, աշխարհը քեզ ընդունում է։ Ճիշտ է, այլ աշխարհի մեջ էլ իր խնդիրները, հարցերը կա, բաժանումները եւ այլն, բայց այնուամենայնիվ իրանցից ես, մեկն ես։ Բայց քանի որ աշխարից չեք, այլ ես ձեզ ինչ արեցի, աշխարից ընտրեցի։ Դրա համար աշխարհը ատում է ձեզ։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք աշխարհում էինք, մենք չէինք փնտրում ոչ Աստծուն, մենք էինք թշնամի Աստծուն ու Աստծուն մնացած ժողովրդին։ Տեր Հիսուս Քրիստոս ինչ արեց։ Ասում է, ես ձեզ ընտրեցի, այդ աշխարից առանձնացրեցի։ Հիմա քանի որ ես ձեզ առանձնացրել եմ այդ աշխարից, այդ նույն աշխարհը հիմա ձեզ ինչ է անում։ Ատում է։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոս այո բերում է բաժանում։ Դա գուցե մեզ համար մեր հասկացողության շրջանակում մի քիչ մենք ուրիշ ձև ենք մտածում նայում, բայց սա է իրականությունը սիրելիներ։ Այսօր ցավով եմ ասում շատ եկեղեցական շարժումներ կա, ովքեր որ գիտեք ինչ են փորձում անել։ Այդ բաժանումը լղոզեն։ Այսինքն որ այնպես չլինի, թե որ մարդիկ զգան, որ մենք տարբեր ենք։ Փորձենք այնպես անել, որպեսզի երբ որ նույնիսկ աշխարհիկ մարդիկ գալիս են մեր մեջ են մտնում, իրանց զգան ինչպես տանը։ Այսինքն եկեք չխոսանք մեղքից, որ հանկարծ ինքը չվիրավորվի, բան չանի։ Եկեք խոսանք ընդունված լինելուց, սիրելուց, բոլորս ընդունված ենք, բոլորս Աստծո ժողովուրդ ենք, նույնն է այս կողմ այն կողմ, ու ինչ է լինում, այդ բաժանումը լղոզենք, որպեսզի աշխարհը գա եկեղեցի եւ իրան լավ զգա։ Որ ժամանակ այո, քանակը մեծանում է, բայց եկեղեցին չի մեծանում։ Եկեղեցին չկա այդտեղ։ Որովհետև մեր նպատակը դա չէ, որ մենք մեր թվաքանակը մեծացնենք կամ այդ բաժանումը լղոզենք։ Տերը դրա մեջ մեզ չի կանչել։ Հակառակը հստակ բաժանում է, ասում է հստակ այդ գիծը կա։ Աշխարհում էիք, ես ձեզ ընտրեցի, առանձնացրեցի, հիմա այն աշխարհը շարունակում է ատել ինձ եւ ատելու է ձեզ։ Քրիստոնյան, երբ որ Տերը փոխում է իր արժեքային համակարգը, մտածելակերպը, նպատակները, ուզեք թե չուզեք, դա անխուսափելիորեն ստեղծում է հակասություն աշխարհի հետ։ Ուզեք թե չուզեք։ Եվ հիմա ուշադրություն դարձրեք, եթե ձեր կյանքը, վարքը, խոսքը, ընթացքը մեծապես չի տարբերվում ձեր շրջապատող մարդկանցից, գուցե դեռ աշխարհում եք, գուցե դեռ ոչ էլ բաժանված եք, գուցե դեռ մինչև հիմա չեք էլ հետևում Հիսուս Քրիստոսին, ինչի որտեվ կողքից մարդը նայում է քո կյանքին, քո ընթացքին, քո, սենց ասած, առօրյայի մեջ ընդամենը մի հատ տերմին է, կամ մի փուճուր բան ավելացը, կիրակի օրը, այսինչ ժամից, այսինչ ժամը պաշտամունք եմ ու վերջ, մեկ էլ գուցե խոսակցությանս մեջ մի քանի տերմիններ է մտել, մեկ էլ Աստծո մասին մի երկու բան եմ սովորել, բայց գլոբալ առումով ոչ մի բան չի փոխվել, ոնց այն ժամանակ էի ապրում, հիմա էլ նույն ձևը ապրում եմ, ոնց այն ժամանակ էի մտածում, հիմա էլ մեծապես տենց էլ մտածում եմ, տենց էլ ապրում եմ, եթե այս տրամաբանությունը, եթե աշխարհը հստակ այդ բաժանումը չկա աշխարհի ու միջև, իմ կյանքի, իմ ընթացքի միջև, նորից եմ ասում, գուցե մինչև հիմա այդ աշխարհում ենք, ուղղակի ինքներս մեզ ենք խաբել,
Կհիշեք 12 աշակերտների մեջ ով կար, Հուդան կար։ Կողքից եթե մեկը որևիցե կերպով նայեր, կասեր Հուդան էլա, կարծես Քրիստոսինն է, քայլում է եւ այլն, բայց ոչ մտածելակերպներ փոխվե։ Ոչ է բան, ուղղակի որոշ շտկումներ եղել էին, որոշ մի փուճուր ինչ որ sense նմանություններ կար, բայց ժամանակը ցույց տվեց, որ Հուդան երբեք էլ աշակերտներից մեկը չի եղել, ինչպես որ Հովհաննեսն է ասում, կլինեն մարդիկ, ովքեր որ կլինեն մեր մեջ, բայց ասում է երբեք մեզանից չէին։ Ու գիտեք ոնց ենք տեսնում, որ ժամանակի ընթացքում դուրս են գալի, գնում են։ Արտաքին տեսք ունեին, գուցե որոշ առումով ծառայում էին, քարոզում էին եւ այլն, այսինքն որոշակի փոքր փոփոխություններ ինչ որ բաներ կար, բայց ներքին փոփոխություն, ներքին իրավիճակ չփոխվեց։ Մարդը մնացել է նույն կարգավիճակում։ Տերն ասում է ես բերել եմ սուր, բաժանում։ Դրա համար այդ հստակ բաժանումը ուզենք թե չուզենք ժամանակի ընթացքում երևալու է։ Կամ Քրիստոսինն ենք, կամ Քրիստոսինը չենք։ Ոչ միայն տեղի ունենում ընդհանրական բոլոր մարդկանցից բաժանում, այլ նաև երկրորդը տեղի ունենում բաժանում նույնիսկ ընտանիքից։ Ու ասեմ, որ սա ամենագուցե ցավոտ բաժանումն է լինում մեզ համար։ 35 համարը ուշադրություն դարձրեք։ Ասում է, որովհետև եկել եմ բաժանելու որդուն իր հորից, աղջկան իր մորից, հարսին իր սկեսրոջից։ Նայեք, երբ որ նորից այս ուշադրությունը դարձնում ենք, սա չի նշանակում, որ պարտադիր կերպով, դա ասենց ասած արտահայտված կերպով երևալու է։ Բայց նորից ամեն մեկս էլ կարանք վկայենք մեր կյանքում։ Առաջի հարվածը շատ դեպքերում մեր հավատքի շրջանակում ստացել ենք ումից, մեր հարազատներից, մեր ընտանիքից, որտեղ մեր ընտանիքն է, որ ամենաառաջինը նկատում է այդ տարբերությունը, նկատում է այդ փոփոխությունը, նկատում է եւ որոշակի հարցեր է բերում եւ նույնիսկ որոշ առումով ինչ է անում, սկսում է հալածել։ Ես շատ է եղել նման դեպքեր ու հավատացնում եմ ամեն մեկդ էլ գուցե ձեր կյանքում նման դեպքերին հանդիպել եք։ Մարդիկ են եղել, ովքեր որ ինձ մոտեցել են ու որոշ առումով բողոքում են իրանց թոռից կամ բանից, ասենք մանավանդ տարիքով մարդիկ։ Ու ասում եմ, ախր ժողովուրդ ջան, այս մարդը ոչ ընկել է, ասենք, չգիտեմ, նարկոման է դառել թմրանյութերի մեջ է ընկել, ոչ անառակ կյանքով է ապրում, ինչն է վատ, այսինքն մարդը բարոյական կյանքով է սկսել ապրել, որոշակի շրջանակն է փոխել եւ այլն, այսինքն ինչի չեք ուրախանում, այլ պատրաստ կլինեք նույնիսկ լավ, ասենց ասած աշխարհի մեջ այն ամեն ինչը կա, այդ ամեն ինչը ընդունում եք, բայց երբ որ դրական փոփոխություն է լինում, չեք ընդունում։ Ու գալիս է հենց այս հասկացողությունից, որ հստակ Տերը ինչ է անում, այդ բաժանումը դնում է սերելներ։ Տեր Հիսուս Քրիստոս այստեղ մեջբերում է անում Միքիայի մարգարեությունից 7-րդ գլուխ 5-ից 7 համարները, ու նայեք, սա նոր բան չէ։ Տեսեք ինչ է ասում մարգարեն։ Միքիա 7-րդ գլուխ 5-ից 7 համարներ։ Ասում մի հավատացեք բարեկամին, ընկերոջը մի վստահեք, ծոցդ պարկողից պահիր բերանիդ դռները, այսինքն շատ բան մի պատմի, որտեվ այս կոմենկով շատ հանգիստ կգնա կպատմի։ Որովհետև որդին անարգում է հորը, դուստրը մոր դեմ է ելնում, հարսը իր սկեսուրի դեմ է ելնում, մարդու թշնամին իր ընտանիքն է։ Բայց եթե ես Տիրոջն եմ նայում, կսպասեմ իմ փրկությունը Աստծուց, ինձ պիտի լսի իմ Աստվածը։ Ուշադրություն դարձրեք, նորից խնդիրը նրանում չի, որ քրիստոնյանը դառնում թշնամի, նրա մեջ չի, որ Քրիստոսն ասում է վերջ, իմը դարձակ, մոռացեք ձեր ծնողներին, մոռացեք ձեր երեխեքին, մոռացեք ձեր պարտականությունը, սրա մասին չի խոսքը գնում։ Խնդիրը այս կողմից չի, խնդիրը գիտեք որ կողմից է, աշխարհի կողմից է։ Շարունակության մեջ 36 համար հենց դրա համար էլ ասում է, մարդու թշնամին իր ընտանիքի անդամներն են։ Էխտոս բառն է, որ նշանակում է թշնամի, հակառակորդ, ատելության առարկա, այսինքն հենց դու դառնում ես Քրիստոսինը, ընտանիքից կողմից դառնում ես ատելի առարկա։ Ոչ թե քո կողմից է գալիս այդ թշնամությունը, ոչ թե քո կողմից է գալիս այդ բաժանումը, այլ ընտանիքիդ կողմից է գալիս։ Դու չես պայքարում, դու կռիվ չես տալիս ընտանիքիդ դեմ, այլ ընտանիքիդ անդամներն են, քո հարազատներն են, որ դառնում են քեզ հակառակ։ Ինչու որտեվ արդեն դու ուրիշ կարգավիճակում ես հայտնվել, ուրիշ ճամբարում ես հայտնվել։
Ինչ եք կարծում, դա իրական ընդամենը մենակ մեր կյանքի համար։ Չէ։ Այդ նույն բանը իրական էր նաև Հիսուսի համար։ Հիսուսը ինքը այս ամեն ինչի միջով անցավ։ Մարկոսի ավետարան 3-րդ գլուխ 21 համարը։ Մարկոս 3:21 նրա յուրայինները, այսինքն նրա հարազատները, նրա բարեկամները, նրա տան անդամները, Հիսուսի մասին է, լսելով դուրս եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին խելագարվել է։ Այսինքն Հիսուս Քրիստոսի եղբայրները, քույրերը, ընտանիքի անդամները դուրս եկան ուզում էին այդից իրան հանեին, որտեղ ասում էին մեր տղեն ինչ արել, խելքը գցել է, խելագարվել է։ Նոր բան չէ, Հիսուս Քրիստոս ասեց դրա համար մարգարեն ընդունված չէ իր քաղաքում, իր գյուղում։ Դրա համար Հովանո ավետարանում առաջի գլխում ասում է եկավ յուրայինների մոտ, եկավ հրյաների մոտ, որտեղ հրյաներն էին սպասում Մեսիային։ Յուրայինները ինչ արեցին։ Չընդունեցին, մերժեցին։ Ոչ աշխարհը մերժեց, որտեղ չար էր գործերը, չար էին իրենց ճանապարհները, չար էին իրենց մտածելակերպը։ Այդ երբ որ Հիսուսի լույսը հայտնվում է, մարդը ինչ է անում, փախնում է, չի ընդունում, այսինքն այդ հստակ բաժանումը կա։ Հետաքրքիր է, եթե տիեզերքում մի քիչ տիեզերքի հետ կապված ուսումնասիրեք, կտեսնեք, որ տիեզերքում կամ կատարյալ խավար է, կամ լույս է։ Ինչի, քանի որ օդ չկա, այլ մասնիկներ չկա, լույսը հստակ տարածում չի ունենում, այսինքն լույսի ուղղությունը ինչ կա, այդ ձև էլ լինում է։ Եվ հստակ կա, ասենց ասած, սահմանագիծը։ Եթե մեր պարագայում կա թթվածին, կա որոշակի այլ մասնիկներ եւ լույսը ցրվում է, այս ձև ասած, եթե լույսը ընդեղ է, ես ստեղ լիարժեք խավարի մեջ չեմ։ Այնտեղ որտեղ որ անոտ տարածություն է, որևիցե այլ մասնիկներ չկա, հստակ այդ գիծը կա, որտեղ որ լույսն է եւ որտեղ որ խավարն է։ Այս պարագայում Տեր Հիսուս Քրիստոս հստակ այդ բաժանումն է բերում։ Դրա համար ասում, լույսը եկավ աշխարհ, բայց աշխարհը չընդունեց, ինչի, որտեղ կատարյալ խավարի մեջ էին։ Կատարյալ մթության մեջ էին, կատարյալ մեղքի մեջ էին։ Մեր պարագայում մենք չենք կարող այդ լղոզված վիճակում լինենք, կամ լույսի մեջ ենք Քրիստոսի, կամ խավարի մեջ ենք, այդ միջին, սենց ասած, հարմարացրած վիճակը Աստծո համար ընդունելի չի որևիցե պարագայում։ Եթե դու երբեք չես բախվել որևիցե հակադրության քո հավատքի պատճառով, նորից, պետք է նորից այս պարզ հարցը տաս, ապրում ես Քրիստոսի համար, թե ոչ։ Ապրում ես այն արժեքներով, որ Տերը առաջնորդում է, թե ոչ։ Այսպիսով մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ Քրիստոսին հետևելը կարող է բերել ինչ։ Հակադրություն, բաժանում ընտանիքից, բաժանում հարազատներից։ Ու նույնիսկ մեզ ամենամոտ փոխհարաբերությունների շրջանակում կարող է ինչ լինի, լուրջ խնդիրներ առաջանան։ Սակայն նայեք, Հիսուս չի կանգնում միայն արտաքին հետևանքների վրա, որտեվ սա դեռևս արտաքին սպասելիքն է, կամ երբ որ մենք Քրիստոսին ենք հետևում, արտաքինից ինչ կարա տեղի ունենա։ Նա գնում է ավելի խորը դեպի մարդու սիրտը։ Եթե առաջին կետը ցույց էր տալի, թե ինչ է տեղի ունենում մեր հարաբերություններում, մնացած մարդկանց շրջանակում, ապա երկրորդը բացահայտում է, թե ինչ պետք է տեղի ունենա մեր ներսում։ Բաժանումը արտաքին դրսևորումներ, բայց հիմա մենք ուշադրություն կդարձնենք ավելի շատ կարևոր հարցին։ Ում ենք սիրում ամենից շատ։ Երկրորդ կետը, Հիսուսին հետևելու գինը հետևյալն է։ Հիսուս կամ Քրիստոսին հետևելը պահանջում է գերագույն սեր միայն իր նկատմամբ։ 37 համարը։ Ով հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, ինձանից արժանի չէ։ Հիմա ճիշտ ասած նոր արարած թարգմանության մեջ շարունակությունը բաց է թողնված, չգիտեմ, գուցե տեխնիկական հարցեր են, բայց արարած թարգմանությունից շարունակությունը կարդամ։ Եվ ով որ որդին կամ աղջիկը ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Նայեք, հունարեն էքսիոս այդ արժանի բառը նշանակում է արժանի, համապատասխան կամ համարժեք։ Այսինքն, եթե Քրիստոսը առաջին տեղում չէ, մարդը չի համապատասխանում աշակերտ լինելու չափանիշին։ Նորից կկրկնեմ ասածս։ Այսինքն, եթե Քրիստոսը մեր կյանքում
առաջի տեղում չէ, մենք չենք համապատասխանում Հիսուսի աշակերտ լինելու չափանիշին։ Ուշադրություն դարձրեցիք, ումը առանձնացնում նորից Հիսուս Քրիստոս։ Ամենամոտ շրջանակը հայր, մայր, որդի աղջիկ, այսինքն ամենասենց մոտիկ շրջանակը, եթե ընտանիք անդամների շրջանակը մի քիչ ավելի լայն էր, ստեղ ավելի է նեղացնում եւ ավելի ուշադրություն է դարձնում ինչի սրտի կարգավիճակին։ Ասում ունես հայր, ունես մայր, ունես երեխաներ, որդի եւ դուստր։ Այս շրջանակում, եթե ինձ իրանցից ավելի քիչ ես սիրում, ինձ արժանի չես։ Այսինքն որևիցե կերպով ինձ ընդունելի չես։ Հիմա մի քիչ ավելի բարդացնենք այս ամեն ինչը։ Ղուկասի ավետարան 14-րդ գլուխ 26 համարը։ Ղուկաս 14:26։ Եթե մեկը ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Հիմա մեր մոտ նոր թարգմանումը չհրաժարվի, բայց ավելի ատել բառն է օգտագործում։ Այսինքն ատել, հիմա մենք կարող ենք մի փոքր ավելի սենց ասենք, այս ինչ է ասում Հիսուս Քրիստոս, բայց հասկացեք, այստեղ նորից գալիս է հետևյալ հասկացողությունը։ Ատել ոչ թե մեր կողմից է գալիս, այլ համեմատության կարգի եթե դնենք, պետք է հասկանանք մի բան։ Այդ բոլոր մարդիկ մեր կյանքում երկրորդ տեղը պետք է զբաղեցնեն։ Երկրորդ տեղը պետք է զբաղեցնեն։ Առաջի տեղը արդեն պետք է զբաղված լինի, որտեղ առաջի տեղում պետք է լինի միայն ու միայն Աստված։ Սա նոր պատվեր չի, որ Տերը տալիս է։ 5 տակարանից երկրորդ օրինաց 6-րդ գլուխ 5-րդ համարում սրա մասին արդեն իսկ Աստված ինչ էր արել, իր ժողովրդին հայտնել էր։ Դա համար երբ որ Տեր Հիսուս Քրիստոսին մոտեցան ասցին, կասես մեզ ամենակարևոր պատվիրանը ո՞րն է, Հիսուս Քրիստոս մեկնաբանումը մեջբերում է անում հենց այդ հատվածից եւ ուզում եմ ուշադրություն դարձնենք հենց այս հատվածին, որտեղ սա է այն բանալին հասկանալու թե Հիսուս Քրիստոս ինչ է ուզում ասի։ Մարկոսի ավետարան 12-րդ գլուխ 30-31 համարները։ Եվ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ։ Սա է առաջին պատվիրանը, այսինքն ամենակարևոր, ամենաառաջնային պատվիրանը էսա։ Քո ողջ էությամբ, քո ողջ մտքով, քո ողջ ժամանակով պետք է սիրես ում Աստծուն։ Նա պետք է լինի քո ամենաթանկը, ամենակարևորը, երկրագնդից վրա բոլորից, ամեն ինչից կլինի մարդ թե առարկա թե իրավիճակներ։ Ինքը պետք է լինի առաջի տեղում։ Նոր դրանից հետո, երբ որ այս ամեն ինչը իր տեղում է դրված, Տեր Հիսուս Քրիստոսը ինչ անում, շարունակում է։ Իսկ երկրորդը սրա նման է, այսինքն, երբ որ առաջինը դրեցինք իր տեղը, երբ որ առաջի պատվիրանը հստակ կա, հիմա արդեն նաև ինչ կասենք, կխոսենք երկրորդ կողմի մասին։ Սիրիր քո տիրոջ, քո ընկերոջը, քո անձի պես։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա։ Նայեք, ուշադրություն դարձրեք։ Եթե ինձ համար ինչ-որ մեկը հայր, մայր, որդի, դուստր, թոռ, ինչի եմ էսի շեշտում, շատ տատի պապիներ ասում են մեր թոռները մեր Աստվածն են, էս կոմ են կոմ, կամ որոշ ամուսինների համար իրանց տղաները մեր թագավորն են եւ այլն եւ այլն։ Եղբայր, քույր եւ այլն այդ շարքը կարեք շարունակեք։ Ավելի թանկ է, քան Հիսուս, ուրեմն մինչև հիմա դու չես կարող հասկանալ կամ գուցե նորից չես սիրում Քրիստոսին։ Ինչա Տերը պահանջում։ Հիսուս Քրիստոսին հետևել նշանակում է, որ քեզ համար անվերապահ, ամենաթանկը, ամենակարևորը քո սրտում պետքա տեղ ունենա ով Քրիստոս։ Հիմա ուշադրություն դարձեք, երբ որ ամենաթանկը, ամենասիրելին ինձ համար դառնում է Աստված, Տիրոջ մեջ ես արդեն ի վիճակի եմ ճիշտ ձևով ինչ անելու, սիրելու հորս, սիրելու մորս, սիրելու երեխաներիս, սիրելու շրջապատող մարդկանց, սիրելու կնոջս, սիրելու ամուսնուս։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոս դառնում է ինձ համար ամենաթանկը, ամենակարևորը այնտեղ, որտեղ որ նա պետքա լինի, այդ ժամանակը, որ ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Բայց երբ որ տեղերի փոփոխություն է տեղի ունենում, երբ որ փոփոխություն կա, Հիսուս, օքեյ, կընդունեմ, բայց երկրորդ տեղում է, երրորդ տեղում է, չորրորդ տեղում է,
Ստեղ արդեն Տեր Հիսուս Քրիստոսն ասում է ինձ արժանի չեք։ Արժանի չեք։ Այսինքն ձեր կյանքը ինձ չի պատկանում։ Դրա համար երբ որ խոսում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս պետքա դառնա մեր Տեր ու Փրկիչ, Տեր նշանակում է բացարձակ իշխանություն, որը որ մեր վրա է դրված։ Մենք լիարժեք մեր ողջ կյանքը պատկանում է։ Եվ սա արտաքին չի միայն, սենց ասած չեմ սիրում, չեմ ընդունում, բայց լավ, դե ինչ անեմ, ստիպված եմ։ Այս տարբերակը Աստծուն ընդունելի չի։ Դա ներքին համոզում, ներքին փափակ ու ներքին ցանկություն պետք է լինի։ Ով է ղեկավարում մեր որոշումները, մեր առաջնահերթությունները, մեր վախերը, կամ ինչն է ղեկավարում, հասկանում եք, այս ամեն ինչը նորից ցույց է տալի մեր սրտի կարգավիճակը, ինչքանով ենք Տիրոջ առաջ ուղիղ, ինչքանով է Տերը մեզ համար ամենաթանկը առաջնային տեղը։ Սերը միշտ դրսևորվում է ընտրություն, չի կարա լինի սեր եւ չլինի ընտրություն, այսինքն նորից հստակ պետք է այդ որոշումը հստակ կայացվի, լղոզված վիճակ չկա։ Իրական սերը միշտ գին ունի ու կապ չունի դա վերաբերվում է Աստծուն, թե վերաբերվում է մարդկանց, որտեվ եթե սիրում ես, պատրաստ ես ինչ անելու, զոհաբերելու։ Պատրաստ ես քո շահերը ինչ անելու, երկրորդական տեղ դնելու։ Նույնն էլ ստեղ է։ Եթե մենք դիմացինից ակնկալում ենք անվերապահ սեր, կլինի ամուսին, կլինի կին, կլինի եղբայր, կլինի փոխհարաբերության շրջանակում, չգիտես ինչի կարծում ենք, որ Աստված, ով որ արժանի է, ով որ Տերն է, ով որ գահին բազմած է, ով որ մեր համար մահացավ, իրեն կարան կիսատ պրատ ինչ որ բաներ տալ, կիսատ պրատ սեր տալ, կիսատ պրատ հնազանդություն տալ։ Չի լինում այդ ամեն ինչը, ժողովուրդ։ Պետք է իրապես հստակ գիտակցություն ունենանք եւ այդ գիտակցությամբ առաջնորդվենք։ Եթե առաջին կետում խոսում ենք հարաբերությունների մասին, երկրորդ կետում խոսում ենք սրտի մասին կամ սրտի դիրքի մասին, ապա երրորդը ցույց է տալիս մեր ամբողջ կյանքի ուղղությունը։ Այսինքն սիրելուց հետո, դրանից հետո պետք է հստակ կյանքի ուղղություն լինի։ Երրորդը Քրիստոսին հետևելը պահանջում է անձնական զոհաբերություն։ Անձնական զոհաբերություն։ Ստեղ առանձնացրել եմ 7 կետեր, չգիտեմ նորից 6 կետեր, 6 կետերին երևի թե չենք հասցնի, բայց գոնե մի քանիսին կուզենամ անդրադառնալ եւ եթե Տերը կամենա կշարունակենք։ Կարդանք 38 համարը։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս իմ ետևից, նա ինձ արժանի չէ։ Նայեք խոսույթը, խոսակցությունը նույն կերպա շարունակում։ Մինչև այդ ասում էր սիրում ես հորդ, մորդ, ավելի շատ քան ինձ արժանի չես։ Հիմա այս տրամաբանության մեջ նորից շարունակում այս նույն խոսույթը։ Ով որ խաչը չի վերցնում ու չի գալիս իմ ետևից, նա ինձ արժանի չէ։ Խաչ ինչ էր։ Սիրում զարդ։ Ինչ որ բիժուտերիա եւ այլն, չէ, ժողովուրդ ջան։ Երբ որ այն ժամանակվա մարդիկ լսում էին խաչ, իրանք հասկանում էին շատ հստակ մի բան։ Մահվան գործիքն է, տանջամահ անելու գործիքն է, սարսափելի ահավոր մի մահվան գործիք է, որտեղ մահվան տարբեր սենց ասած մեթոդներ կային։ Շուտ մահանալու մեթոդը կար հռոմեական կայսրության մեջ շրջանակում պատիժ, բայց նրանք ովքեր որ սենց ասած չարագործ էին եւ արժեր որ ոչ միայն մահանային, այլ պետքա նաեւ տանջվեին, իրանց ինչ էին անում, խաչում էին։ Մինչև Հիսուս Քրիստոսի գալը շատ դեպքերում եղել էր հրեաների կողմից, որ փորձել են տարբեր ապստամբություններ լինեն, եւ ապստամբությունների շրջանակում լիքը հրեաների ուղղակի ինչ էին անում, խաչում էին։ Մի դեպք ա եղել, որ 2000-ից ավել հրեա խաչել էին եւ Երուսաղեմի ճանապարհին այտենց խաչված դրված էր, որպեսզի ամեն մի մարդ անցնող դարձողը այդ ամեն ինչը տեսներ։ Հրեաները շատ լավ էին հասկանում, թե ինչ է նշանակում խաչը։ Եվ Հիսուս Քրիստոս ասում է, եթե իմ աշակերտն եք, եթե ուզում եք ինձ հետևեք, ուրեմն ինչ պետք է անեք։ Խաչը պետք է վերցնեք ու իմ հետևից գաք։ Խաչը ընտրել, այսինքն ընտրել մահվան ճանապարհը։ Նորից Հիսուս Քրիստոս ինքը այդ օրինակը մեզ համար դարձավ։ Այո, փառավոր մուտք ունեցավ Երուսաղեմ, բայց գիտենք, որ գնաց ու խաչվեց, մահացավ։ Արդարը անարդարների համար, սուրբը մեղավորների համար։
Եվ դրա համար նույնն մեզ է կոչանում, ասում է, եթե ինձ եք հետևում, իմացեք, որ ճանապարհը էս է, այլ ճանապարհ չկա։ Այո, այս ամեն ինչը տանելու է դեպի հաղթանակ, որտեղ այս ամեն ինչը երկրավոր, ժամանակավոր հարցեր են, վերջնական արդյունքը Տիրոջ հետ ենք լինելու, բայց իմացեք, որ սա է գինը, սա է ինձ հետևելու գինը, ինչպես որ ինձ հետ վարվեցին, նույն կերպ էլ ձեր հետ են վարվելու։ Դրա համար եթե Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ, պետք է իմանամ, որ Տերը պահանջում է անձնական զոհաբերություն։ Այսինքն իմ եսի, իմ անունի, իմ, սենց ասած, եսի հարցը արդեն ինչ է եղել, դուրս է եկել։ Առաջինը ընտրեք խաչը, Փիլիպպեցիս 1:28-29 համարներ, Պողոս Արաքյալն է գրում։ Փիլիպպեցիս 1:28-29 Եվ հակառակորդներից ոչնչով մի վախեցեք։ Դա նրանց համար կորստյան նշան է, ուշադրություն դարձրեք։ Նրանք, ովքեր որ ձեզ հալածում են, նրանք, ովքեր որ ձեզ ծեծում են, սպանում են, նրանց համար ինչ նշան է? Կորստյան նշան է։ Վաղ թե ուշ իրանք Տիրոջ առաջ այդ իրանց արարքների համար ինչ են անելու, պատասխան են տալու։ Որևիցե բան Տիրոջ դատաստանից դուրս չի մնալու։ Բոլորն էլ Տիրոջ ատյանի առաջ կանգնելու են։ Սա նշանն է իրենց, որ իրենք կորստյան են մատնվելու այս ճանապարհով, բայց իսկ ձեզ համար ինչ է? Փրկություն, փրկության նշան է։ Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց, ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար։ Ուշադրություն դարձեք, ասում է անհավատների համար, աշխարհի համար, երբ որ իրանք ձեզ հալածում են, սպանում են, դա նշանն է, որ իրանք կորսվելու են։ Իրանք իրանց գործերով, իրանց քայլերով եւս մեկ անգամ ինչ են ավելացնում, դատաստանն են ավելացնում իրանց վրա։ Բարկությունն են ավելացնում իրանց վրա։ Երկրորդ կողմը ասում է, ձեզ համար մեծ տարբերություն կա։ Ասում է, սա փրկության նշանն է, ինչու է փրկության նշանը, որտեվ եթե աշխարհից լինեիք, աշխարհը ձեզ այդ հարցերով չէր հալածելու, որտեվ դուք իրանց հետ եք լինելու։ Այսինքն, երբ որ արդեն աշխարհը ձեզ հավատքի համար ինչ է անում, հալածում է, սա նշանն է, որ փրկված եք, Տիրոջինն եք, Աստծո զավակն եք, այդ բաժանված եք աշխարհից։ Շարունակությունն է, բայց հետաքրքիր։ Ասում է, եւ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց, ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաեւ որպեսզի չարչարվեք նրա համար։ Ուշադրություն դարձեք, այսինքն ոչ միայն Տերը մեզ հավատ տվեց, ոչ միայն փրկեց, այլ նաև առիթ է շնորհում, որպեսզի ասում է իմ համար ինչ անեք, չարչարանք կրեք, չարչարանք կրեք։ Նմանվեք սրանով էլ Տեր Հիսուս Քրիստոսին։ Գուցե նորից մարդկային տրամաբանության մեջ ասենք, դե չէ, Տեր Աստված, դրանով չենք ուզում քեզ նմանվենք եւ այլն, բայց իրական աշակերտն ուզում է ամեն ինչով Տեր Հիսուսին նմանվի։ Ամեն ինչով։ Մկրտության հենց խորհրդանիշը սա է, որ ես Քրիստոսով եմ ինչ եղել, մահացել։ Կյանքս այլևս չի պատկանում ինձ, պատկանում է ում? Տեր Հիսուս Քրիստոսին։ Կյանքս պատկանում է իրեն։ Ինչ էլ որ լինի, Տիրոջ համար եմ անելու։ Դրա համար երբ որ հալածում էին աշակերտներին, աշակերտներն ուրախանում էին, ասում էին, ուրախ են, որտեվ Տիրոջ համար ինչ արեցին, հալածվեցին։ Ծեծ կերան։ Տիրոջ անվան համար։ Չնայած Պետրոսը նաև մյուս կողմն է զգուշացնում, ասում է չլինի թե հալածվեք որպես չարագործ, մեղավոր, մարդասպան, գող եւ այլն։ Չլինի թե այդ ու դրանով չասեք դե ինչ անենք Քրիստոսի համար ենք հալածվում։ Սրա մասին չի խոսքը գնում։ Հավատքի համար, ձեր սրբության կյանքը ընտրելու, ճիշտ որոշումներ կայացնելու համար հալածվելուց իմացեք, որ դա Տիրոջը շնորհն է, որ մենք ինչ ենք անում, նմանվում ենք Քրիստոսին, Քրիստոսի չարչարանքներին։ Երկրորդը, ոչ միայն խաչը պետք է ընտրենք, այլ նաև ասում է հետևեք ինձ։ Քայլեք այն ճանապարհով, որով որ ես եմ գնում։ Առաջի Պետրոս 2:21 համարը։ Որովհետև դուք ինքներդ էլ այս բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց եւ ձեզ ինչ թողեց? Օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանաք։ Լսում եք? Ասում որովհետև դուք հենց այդ բանի համար եք կանչվել։ Դրա համար է ձեզ Տերը փրկել, դրա համար է ձեզ կանչել, որպեսզի քայլեք այն ճանապարհով, այն օրինակով, որ ով է մեզ թողել? Տեր Հիսուս Քրիստոս, Տեր Հիսուս Քրիստոս, որ ինչ արեց?
որ մեզ համար չարչարվեց։ Տեր Հիսուս Քրիստոսին հետևել նշանակում է ենթարկել նրա օրինակին, նույնիսկ տառապանքի մեջ։ Ամեն հարցում ենթարկվել նրա օրինակին։ Եթե մի փոքր ուսումնասիրեք քրիստոնեության պատմությունը, կտեսնեք, թե ինչքան մարդիկ են բառից բուն իմաստով պատրաստ եղել մահանալու, չարչարվելու, իմանալով, որ ընդամենը մեկ բառ կարային ասեն։ Շատ դեպքեր էր լինում, երբ որ հիմա առանձին դեպքերի մասին չեմ ուզում ասեմ, որ առաջարկվում էր, ասում էր, ընդամենը մի բան ասա, ընդամենը ասա, որ սխալ եք իմացել, ընդամենը ասա, որ լավ ընդունում ենք, որ հերետիկոս ենք ու վերջ, ազատ եք։ Մարդիկ այս ընտրության հնարավորությունն ունեին, բայց ինչ էին ընտրում, ասում են չէ, Քրիստոսն է, ճշմարտությունն է, չենք կարող հետ կանգնել, չենք կարող այլ ճանապարհ ընտրել, ինչու որտեվ գիտակցում էին, թե Հիսուսին հետևելը ինչ գին արժե։ Այո, փրկությունը ձրի պարգև է, բայց Հիսուսին հետևելը արժեք ունի, եւ մենք պետք է այդ ամեն ինչը գիտակցենք ու հասկանանք։ Սիրելիներ, Տերը կկամենա մնացած 4 կետերը առանձին մյուս կիրակի կանադառնամ, բայց ուզում եմ եւս մեկ անգամ մտորենք ու հասկանանք մի բան, որ Քրիստոսին հետևելը ուզենք թե չուզենք բերելու է բաժանման։ Դա մեր փափագը չի, մեր ցանկությունը չի։ Մենք դրանով չենք ուրախանում, որ մեր հարազատները, մեր շրջապատը մեզ չեն ընդունում, բայց սա է իրականությունը, որի առաջ կանգնում ենք։ Հակառակ բան չի կարա լինի։ Եթե Քրիստոսինն ես, ուրեմն աշխարհինը չես։ Իսկ եթե աշխարհինը չես, աշխարհը ինչ անելու, ատելու է։ Երկրորդը պետք է հասկանանք, որ Հիսուսին հետևելը պահանջում է գերագույն սեր, այսինքն մեր ամենաթանկը, մեր ամենակարևորը, մեր սրտում առաջի տեղը զբաղեցնողը Տեր Աստված պետք է լինի, Տեր Հիսուս Քրիստոս։ Ինքը նախանձոտ Աստված է եւ որևիցե այլ, սենց ասած, հավասար փոխհարաբերություն չի ընդունում։ Այս արտահայտությունը, որ ասում եմ, Սուրբ գրային է։ Դրա համար Տեր Աստված դաժե 5 տականում ասում է կուրքեր չշինեք, որևիցե մեկին չպաշտեք, մենակ ես եմ, որ արժանի եմ ամեն պաշտամունքի։ Եվ սա նորից, ինչպես որ Լևոն եղբայրս էր ասում, ոչ թե գալիս է նրա հպարտությունից կամ ուրիշ ինչ-որ բանից, այլ հենց նա այն է, ում որ արժի պաշտամունք տալ, ում որ արժի փառքը տալ, եւ սրա մեջ որևիցե հպարտության բան չկա, որտեվ հենց Աստված հենց նա է, որ միակն է, այլ մեկը չկա, այլ առարկա չկա, որին որ արժի պաշտամունք տալ։ Երկրպագություն բարձրացնել։ Դրա համար հենց երկրպագությունը, փառաբանությունը տալն է այն, ինչին որ արժանի է Աստված։ Դրա համար այս պարագայում Տերն ասում է, որ կամ ինձ եք սիրում, կամ ուրեմն եթե ինձ սենց ասած ասում ես քեզ եմ սիրում, բայց քեզ ինձ արժանի չեք։ Բայց եթե ճշմարտապես Տիրոջը սիրում ենք, Տիրոջ մեջ կսիրենք մեր հարազատներին, մեր ընկերներին, կնոջս, ամուսնուս, երեխաներից եւ այլն եւ այլն։ Երբ որ ինքն է ինձ համար ամենաթանկը, ամենակարևորը, եւ երրորդը Քրիստոսին հետևելը պահանջում է անձնական զոհաբերություն, որ ողջ կյանքս պետք է իրան պատկանի։ Ու առաջ Աստված շարունակության մեջ ավելի Տերը կկամենա մյուս կիրակի խոսանք այս թեմայով։ Աղոթենք։ Տեր Աստված իրապես դու ես արժանի ամեն փառքի Տեր։ Դու ես արժանի ամեն մեծարանքի եւ ով որ այնք, ինչ որ այնք քեզանով ենք Տեր։ Գիտենք մի բան, որ դու զգուշացրեցիր, թե ինչ շրջանակում ենք ապրում, զգուշացրեցիր, թե ինչ է մեզ ակնկալվում, բայց նաև չթաքցրեցիր, թե ինչ սպասենք, ինչ ես ակնկալում մեզանից, Տեր, որն է այն գինը, որ պետք է վճարենք քեզ հետևելու համար, Տեր։ Գիտեմ մի բան եւս, որ Տեր, մենք ինքներս մեր ցանկությամբ երբեք դրան չէինք համաձայնվի, որտեղ մենք էլ այդ խավարի մեջ էինք։ Մենք էլ այն մարդկանց մեջ էինք, որ քեզ ատում էինք եւ չէինք ընդունում։ Մենք մեր եսն էինք սիրում, մեր եսով էինք առաջնորդվում, մեր ցանկություններն էինք կատարում, որը որ համապատասխանում էր այս աշխարհի եւ սատանայի ցանկությանը։ Բայց Տեր, քո ողորմությունն ու քո սերը վայելեցինք, Տեր, որ ավետարանիդ միջոցով մեզ փրկեցիր։ Մեզ շնորհ տվեցիր, որպեսզի քո զավակը դառնանք։
այո, ոչ մի արժանիք չունեինք եւ չենք էլ կարող ունենալ, այլ քո գերագույն շնորհի ու ողորմության միջոցով էր մեր փրկությունը։ Բայց Տեր ոչ միայն մեզ փրկեցիր, այլ նաև կանչեցիր, որպեսզի սրուպ լինենք։ Ընթանանք այն ճանապարհով, որ դու ես ցանկանում, Տեր։ Եվ դրա համար աղոթում եմ, ով Տեր, որ օգնես քեզ հավատարիմ կերպով քայլենք, Տեր։ Վարվենք այնպես, ինչպես որ ճիշտ է, վարվենք այնպես, ինչպես որ դու ես կամենում, որ իրապես նույնիսկ պատրաստ լինենք հրաժարվելու ամեն ինչից եւ ամեն մեկից, եթե հարցը գա դրան, որ ընտրություն լինի, Տեր, որովհետեւ դու մեզ համար ամենաթանկն ես ու ամենակարևորն ես։ Դու քո որդուն զոհեցիր, որպեսզի մենք կյանք ունենանք, Տեր։ Նաև խնդրում եմ, որ մեր սիրտը նորից օգնես, որ Տեր տարբեր բաներով չլցնենք ու ամեն անգամ, Տեր, մեզ զորություն տուր սիրելու քեզ ել ավելի։ Ամեն օրը, ամեն վայրկյանը քեզ սիրենք այնպես, ինչպես որ հարկն է, ինչպես որ դու ես ցանկանում, Տեր։ Որ չնայենք աճ, չնայենք ձախ, Տեր, որտեվ իրապես եթե քեզ սիրենք, շատ հարցերն էլ իր տեղը կընկնեն։ Ինչ անենք, ինչ չասենք, ինչ խոսենք, ինչպես վարվենք, Տեր։ Այս ամեն ինչի հենց կենտրոնում սա է, ում ենք սիրում։ Ինչն ենք սիրում, ինչ ենք ուզում, որ մեր կյանքում առաջնային լինի։ Ովքեր են մեր կյանքում առաջի տեղում։ Տեր, ողորմիր, որ իրապես մեր շրջապատող մարդկանց սիրենք քո մեջ։ Բայց առաջին տեղում միշտ դու լինես, Տեր։ Ու նաև մեր ծառայության կյանքի մեջ, մեր ընթացքի մեջ, Տեր, նվիրվենք քեզ։ Նվիրվենք, լծվենք այն ծառայության մեջ, որի մեջ որ մեզ կանչեցիր։ Սիրենք եկեղեցիդ, սիրենք քո ժողովրդին եւ սիրենք այն ծառայությունը, որի մեջ որ մեզ կանչում ես։ Ու ամեն ինչի մեջ քեզ փառավորենք, որտեվ միայն դու ես արժանի ամեն փառքի, ամեն մեծարանքի եւ այո գալու է պահ, որ բոլոր ծունկները ծռվելու են քո առաջ եւ մեծարանք են բարձրացնելու քեզ, Տեր։ Ու սպասում ենք Երանի այդ պահին, որ կգաս կամ էլ մեզ կկանչես քո մոտ։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։ Thank you.